Տավուշի մարզի սահմանային Չինարիում ապրողներն ասում են, որ պատերազմն այնտեղ երբեք էլ չի ավարտվել։ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ լարվածություն առ այսօր էլ կա։ Ասում է, թշնամին ավելի ագրեսիվ է դառնում, հատկապես գարնանը, երբ մարդիկ հող են մշակում։ Չինարին սեպի նման խրված է Ադրբեջանի մեջ, եւ ի դժբախտություն ադրբեջանական կողմում կան հենակետեր, որոնք իշխում են գյուղի տների վրա։ Ամենամոտ տունը, որ գտնում է հենակետից մոտորապես 700 մետր հեռավորության եւ ցանկացած գյուղամրագրշի տունն էլ տեսանելի է, ցանկացած դեպքում վտանգը կա, բայց այստեղ կա նաեւ մի լավ գործոն, որ գյուղի տարածքը այնպեսին է, որ տները գտնվում են մեջքով դեպի հենակետերը, բավականին ասենք պաշտպանական առումով շատ լավ, որ պատոհաններից բանից անմիջապես բնակարաններ մտնելը շատ դժվար է։ Մեր կյանքը 50-50 է, ասում է Սաղոյանը, քայլում ես փողոցով, բայց չգիտես տեղ կհասնես թե ոչ։ Դուրս եկար, հավանականություն կա, որ ասենք կարող փողոցով էլ քայլելուց պատահական սպանել։ Բայց ինչ արած։ Եթե ինչ-որ մարդկային խումբ պետք է այստեղ ապրեր, դա մենք ենք։ Ու մենք կարողանում ենք ապրել։ Սամվել Սաղոյանը ցույց է տալիս իր աշխատասենյակի պատերը, որոնք դեռ 1992 թվականին վնասվել են թշնամու կողմից, եւ նշում, որ գյուղում յուրաքանչյուր երրորդ տունը վնասված է թշնամու կողմից արձակված գնդակներից։ Նախորդ տարվա հունիսին տեղի ունեցած դիվերսիայից հետո հերթական խոշոր դեպքը մոտ 2 շաբաթ առաջ էր, երբ հակառակորդի դիպուկահարի կողմից վնասվել էր գյուղի գազատարը, նաեւ գյուղի բնակիչներից մեկի մեքենան։ Բարեբախտաբար մեքենայում գտնվող 2 անչափահաս երեխաներին ոչինչ չէր պատահել։ Այն վայրը, որտեղ գտնվել են այդ պահին, ինչպես մեզ փոխանցեց գյուղի բնակիչ Կարո Միրզոյանը, Ադրբեջանի սահմանին ամենամոտ գտնվող տունն է եղել։ 2 րոպե չանցած սկսեցին կրակոցները։ Երեխեքը բայց ներսում էին։ Մենք էլ արդեն ավտոյից իջանք, հենց մտանք չհասած վարոտի մոտ մի հատ խփեցին ավտոյի մոտ։ Երեխեքը ավտոյում, երկրորդը որ արդեն որ սկսվեց կրակոցը, երեխեքին ասել դուրս եկեք, հլալրին դուրս չեկած արդեն խփեց ավտոյին։ Մտանք ներս մի հատ վարոտի խփեցին, բայց բոլոր դեպքերում կարևոր որ երեխաներին ասենք մարդկային ոչ մի բան չի եղել։ Մեքենայի վնասը ապահովագրական ընկերությունը չի փոխհատուցում։ Գյուղի բնակիչն ասում է, մարզպետն է խոստացել օգնել, չնայած հույսով սպասում են, բայց դեռևս ոչ ոք նրանց օգնության ձեռք չի մեկնել։ Որպես սահմանա մեր գյուղ, էլի որ ինձ ասենք այդքան էլ բան չի, էլի որ ինչ-որ մի բան կարային օգնել, բայց քանի որ խոստացել են, հլա որը սպասում են, էլի ես իմ դեմ մի ոց օգնեն էլի որ չեմ կարող ասեմ, բայց որպես սահմանա մեր գյուղ ինչ-որ մի ձև ինձ թվում է թե կօգնեն էլի։ Կրակոցների պահին մեքենայի մեջ գտնված երեխաները Գոռը եւ Նորվարդը Ազատություն ռադիոկայանին պատմեցին, որ առաջին անգամն էր, որ շատ էին վախեցել։ 14-ամյա Նորվարդը պատմում է, որ կրակոցների ժամանակ եթե գտնվում են դպրոցում, թաքնվում են նկուղներում։ Մեր տեսանը հենց դիմացա կրակոցին, հենց որ մի քանի անգամ լսում ենք տագնապա հայտարարվում եւ երեխաներին նկուղային հարկերում դահլիճում տենց մի քանի անգամ գնացել ենք ու տենց մինչև կրակոցը ավարտվել արդեն նորից դասերին ենք անցել։ Նորվարդը մեզ պատմեց, որ ուզում է սովորել, աշխատել, ասում է չի կարող գյուղում մնալ, քանի որ չկա աշխատանք, չկան ժամանցի վայրեր, բացի այդ վտանգավոր է։ Եվ որ կրակում էին, հայտարարվեց, որ իբր թե գյուղից տարհանում են ժողովրդին, հենց ամենքը իրանց երեխաները գյուղից դուրս էին գալի։ Ես մոտավորապես կլինեի 11-12 տարեկան, տենց ու վախում էինք այդ ժամանակ, դե փոքր էինք քիչ, տենց տպավորվել այն մեջ այդ ամեն ինչը։ Իսկ 73-ամյա Նորա տատիկը, ով ծնվել եւ մշտապես ապրել է Չինարիում, պատմում է, որ երբ Մովսեսում կրակում են, իրենք էլ են վախենում։ Դու ցամաք հացուդեն թակլակոտ չի ցավտ։ Մի բան էլ ուզում չխաղաղություն եք մանակ։ Այդքան ուրիշ բան չեմ ուզում, երեխեքը դպրոցից միջի գալիս են կրակոցա։ Ասում եմ դու մտեք, ում տուն ուզում ալինի հարևանի տուն մտեք, ճամփեն եթե կրակոցա լինում։ Ինչ ասեմ։ Խաղաղություն եմ ուզում մանակ աշխարհի։ Ժամանակին կով են պահել, բայց հետո ծախել են, քանի որ վտանգավոր էր։ Ասում է, մինչև խաղաղություն չլինի, էլ կով չենք պահի։ Այսօր նա միայն մի քանի հավ է պահում։ Նորա տատիկի խոսքով Չինարին ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղ է։ Ասեմ, երբ մենք սահմանապահ ենք, մեր գյուղը,
Եթե այս գյուղի ժողովուրդը զաթո ջահիները չկար, դրի Մոսկվա, Կրասնոդար, եթե հիմի այս գյուղը մարդ չի մնա հա, ադրբեջանցիք միջև Սևան կքնան, չորաթանքյան, դրանով կասկած չկա։ Գյուղապետի խոսքով բոլոր չինարեցիները փոքրից մինչև մեծ գիտեն, թե հակառակորդի կողմից արձակվածը ինչ գնդակ է եւ ինչպես պետք է պաշտպանվել։ Գյուղում շրջելիս նկատեցինք, որ կան տներ, որոնք դատարկ են։ Գյուղացիները մեզ փոխանցեցին, որ այդ տների տերերը հեռացել են Հայաստանից։